Մեսին դարձավ 38 տարեկան, Ռոնալդուն նոր պայմանագիր կնքեց։ Յամալը չշնորհավորեց Մեսսին, Կիլիան Մբապեին սպառնում են։ Մինչ Մեսին փորձում է պահպելից դուրս գալ եւ պատրաստվել փլեյօֆին, ես արդեն դուրս եմ եկել եւ պատրաստել եմ այս թողարկումը։ Ողջունում եմ բոլորին։ Շատ հուզումնալից, ոգելից ու փողոտ թողարկում է ստացվել։ Այնպես որ մուտքը միայն բաժանորդագրությամբ, լայքով ու զանգակներով։ Միայն այդ դեպքում մյուս տարի Մեսին ձեզ կկանչի իր ծնունդին։ Ամերիկայում Մեսի ծնունդն էր։ Արգենտինացին դարձավ 38 տարեկան ու քանի 40-ը չի ասել, մի լավ տժժավ Մայամիում։ Քանի որ նա այդքան էլ բաց անձնավորություն չի, մենք նրա երեկույթից գիտենք, որ տորթը 3 հարկանի էր երեխաների անուններով ու մեջից Ռոնալդուն դուրս չի եկել։ Նա ընդհանրապես չէր եկել, թե ինչու կիմանաք մի քիչ հետո։ Ամեն դեպքում հետաքրքիր էին տարբեր մարդկանց շնորհավորանքները Մեսիին։ Ես առանձնացրել եմ դրանցից երկուսը։ Առաջինը նրա թիկնապահի շատ սրտաճմլիկ շնորհավորանքն էր։ Նորավորում եմ կյանքումս հանդիպած մեծագույն մարդու ծնունդը, որը փոխեց կյանքս ամբողջովին։ Բացառիկ մարդ, անչափահաս ու մեծ սրտով։ Աստված գնալով թող ավելի օրհնի քեզ։ Նախ հալալա, որ սենց տեքստը սենց կաչոկն ա գրել, բայց դե փաստ չի, որ բոլոր կաչոկները Հիմարիկ, Արնոլդ Շվարցը բոդիբիլդեր ա եղել, հետո դերասան, հետո նահանգապետ։ Ինչ լավ ա դուք ընձուղտներդ քաղաքական չեք հասկանում։ Դիվանագիտական նուրբ քողով էր ծածկված Յամալի շնորհավորանքը, որը տեղ էր գտել Twitter-ում։ Ծնունդը շնորհավոր։ Չեք կարծում, որ ամենահաջող նկարը չի ընտրված շնորհավորելու համար։ Արա Մեսիին, որ ասում էին Ռոնալդինյոյի հետնորդ, մենք այդ ամեն ինչը դաշտում գոնե տեսնում էինք, իսկ այս դեպքում չգիտեմ, Աստված ջան, ինչի էս տղուն համեստություն բաժանելուց այդքան քծի բեղար բրծել էր։ Հավատացիք, այդ շնորհավորանքը Յամալի ֆան էջում էր տեղադրված, բայց ամեն դեպքում մարդը կենթանի ժամանակ իրեն որպես հոգի ներկայացնելը առնվազն դեբիլություն է։ Իսկ Յամալը ընդհանրապես չէր շնորհավորել։ Նա մեզ մոտ էր ու անկեղծ պատմեց, թե ինչու Facebook-ը չի ստուգել ու իր ճուճ պլորը լվացած մարդու ծնունդը չի շնորհավորել։ Իրիկունը 7-ի կողմերն էր, հեռախոսը վերցրել եմ արդեն, որ գրեմ շնորհավոր արքայից արքա, մեկ էլ են Վասկեսը, են թազա քաղաքավարի ասած ընկերուհիս մտավ ներս ձեռը երկու հատ գնդակ ու սենց անելով ասում է չես ուզում խաղանք, արա ես էլ դե գնդակը հենց տենում եմ, վրազ ինձ կորցնում եմ։ Գնացի ազարտի ինգա, մինչև դուրս եկա օրը արդեն ֆռացել էր։ Կներես Մեսի։ Իսկ Ռոնալդուն չէր գնացել Մեսիի ծնունդին, որովհետև նոր պայմանագիր էր կնքում Ալ Նասրի հետ։ Al Nassr forever. Պորտուգալացին կշարունակի փող տպել Արաբիայում մինչև 2027 թվականը։ Ինձ ինչ-որ բան հուշում է, որ այս ստորագրման պահին կամ դրանից հետո ինչ-որ մեկը կանգնել ու ասել է. ու թող մահը չբաժանի ձեզ։ Տեսեք, մարգարեություն եմ անում։ 2 տարի հետո Ռոնալդուն իր որդու հետ կխաղա Ալ Նասրի կազմում։ Հայր եւ որդի պրեսյանները Ալ Նասրում։ 42 տարեկան պապան կխաղա 17 տարեկան որդու հետ։ Ես պրյամը տենց եմ զգում, որ լինելու է։ Իսկ դուք ինչ կասեք։ Դե քանի 27 թվականում ենք, եկեք հասկանանք, թե ով որտեղ կլինի 2 տարի անց։ Օրինակ Մեսին կկրկնի Ռոնալդուի ռեկորդը 40 տարեկանում գնդակ տշելով։ Ալվարո Մորատան կարիերայում կփոխի 48-րդ ակումբը մասնակցելով բոլոր տրանսֆերային պատուհաններին։ Ամառ ձմեռ։ Վինիսիուսը վերջապես ստացած կլինի ոսկե գնդակը խաղալով արաբական Al Ittifaq
ակումբը։ FIFA-ն վերջապես հասած կլինի UEFA-ին, բայց լուտանքներ ստանալու գծով։ Դե իսկ Հենրիխ Մխիթարյանն էլ դարձած կլինի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Վերադառնալով Քրիշտիանո Ռոնալդոին 2027 թվականի դրությամբ նա այս 2 տարվա համար գրեթե կես միլիարդ եվրո կամած կլինի Ալ Նասրից ու դա միայն աշխատավարձ է, իսկ թե ինչ բոնուսներ, ինչ նվերներ, ինչ ոսկեղենիկ արթուզարդ ուղակի չեմ ուզում այդքան խորանամ, որովհետև ասում են ուրիշի փողերը հաշվել չի կարող։ Կիլիան Մբապեին ակնհայտ չի սիրում մի ռեպեր։ Tupac 15 Բենզեման չէ, բայց խնդալու կլներ։ Մբապեին ահա որ չի սիրում ռեպեր Բուբան։ Դեռ 2022 թվականից այս ռեպերը ինչ ասես որ չի ասել Կիլիանին, էլ հիմար, էլ տհաս, էլ տրանսամոլ, էլ չասեմ ինչ, բայց Կիլիանը ոչ մի դեպքում չի պատ։ Ու հիմա բառացի 2 օր առաջ այսենց բան է գրում Twitter-ում փոխանակ երգի։ Եթե Նասերին հանգիստ չթողնես, ես կասեմ թե ում հետ ինչ էիր անում Palm Beach-ում, թե ինչից է ստամոքսդ խանգարվել, հանգիստ գնա ֆուտբոլդ խաղա ու հանգիստ լրվի տեղդ արա։ Կիկի, Մբապեին կիկի են ասել, ինձ թվում է կիլո ածականը ավելի է ասում։ Ինչևէ, այս ռեպերը էլի գրգռվել է մեր կիլոյի վրա, քանի որ նա կամ ավելի ճիշտ նրա մայրը դատի է տվել Paris Saint-Germain-ին եւ նրա սեփականատիրոջը Ալ Նասեր Խալիֆային մի խոսքով։ Բայց այդ թե ինչ նկատի ունի ասելով ուշադիր եղիր թե չկասեմ ինչ ես արել լողափին ու ում հետ ես եղել որ ստամոքսդ սկսել է բջանալ, կխնդրեմ ձեզ գրել մեկնաբանություններում, ես ամաչում եմ։ Նախորդ մրցաշրջանում Չարենցավանի Վանը հաճելիորեն զարմացրեց ոչ միայն գրանցած պատմական արդյունքով, մրցաշարային աղյուսակում այլ ցուցադրած խաղով եւ խաղի որակով։ Որակով եւ երիտասարդ ֆուտբոլիստներից հավաքված թիմը սպասվում էր, որ հենց Չարենցավանում կծլի ու կծաղկի, բայց Տիգրան Մկրտչյանը նշանակվել է Ալաշկերտ ակումբի փոխնախագահ։ Կարճ ասած Մկրտչյանը Վանի փոխնախագահի պաշտոնից տեղափոխվել է Ալաշկերտի փոխնախագահ ու ոչ միայն նա եւ մարշչական շտաբը եւ ֆուտբոլիստները։ Իրականում այսպիսի դեպքեր հայկական ֆուտբոլում էլի են եղել, բայց սա ունիկալ է, որովհետեւ Վանում կարծես թե ամեն ինչ հրաշալի էր ու ամեն ինչ ստացվում էր։ Չնայած դա այդքան կարևոր չի, ինչքան Տիգրան Մկրտչյանի տված հարցազրույցը, նրա արտահայտած մտքերն ինձ տպավորել են։ Դեռ ոչ ոքից այդպիսի մտքեր ես չեմ լսել։ Ֆուտբոլը մեծ բիզնես է, ու թե ինչու հայկական ակումբների մոտ չի ստացվում աշխատացնել ֆուտբոլային բիզնես մոդելը հարցին տրվեց սպառիչ պատասխան։ Այս մոդելը ո՞րն է, բերել 30-29 տարեկան անորակ ֆուտբոլը թարգող ֆուտբոլիստներ, խաղալ, որ ինչա թե ինչ-որ միտեղ առաջնությունում գրավես ու կարողանաս գնալ եվրոգավաթներ, ու հետո չստացվի, փողերը պրծնի ու փակես թիմը, եթե դա համարվում է բիզնես մոդել, նո իմ կարծիքով դա ի սկզբանե արդեն խափանված ծրագիր է եղել։ Նա նաև ցրեց այն կարծիքը, որ ակումբ ունենալը բարեգործություն է։ 1 տարի ամբողջական, երբ որ կարող ենք ասել, որ պրոյեկտը ներսում աշխատել է, այդ 1 տարվա ընթացքում բացիկին գնաց իզոն ստորագրել արդեն մոտակա օրերը։ Լեգիոնականների լիմիտին Մկրտչյանը դեմ է, նրա կարծիքով բոլոր հարուստ ակումբները բավարար մակարդակ ունեցող հայ ֆուտբոլիստներին տանում են իրենց մոտ եւ բարձր աշխատավարձ են տալիս։ Գինը դառավ, որ իրենք պետքա 4-5 անգամ արհեստականորեն բարձր աշխատավարձ տանան։ Իսկ եթե դու 19-20 տարեկան ֆուտբոլիստին ժամանակից շուտ սկսում ես այդ փողերը տալը, դու ֆուտբոլիստին ինչա խաղում եմ, մտածում եմ լավ փող աշխատի։ Բան ավտոն առավ, հեռախոսն առավ, լավ ընկերուհի ունի, որովհետև փողերը ունի, գնաց հանգստանալու եկա, մոտիվացիան կորավ ամեն ինչ։ Ինքն է գնում է։ Ինչ ատա դուր եկել ես մարդու մտքերը շատ པարզ ու անկեղծ արտահայտում է այն ինչ կա, լինքը թողնում եմ, կարող եք նայել, շատ հետաքրքիր հարցազրույց։ Անգլիական Բորմուտի սեփականատերը տրանսֆերներից այնքան գումար է աշխատել, որ որոշել է ակումբը փակի ու գնա կայֆերի։ Բժիշկները հաստատում են, որ FIFA-ն կսկսի նորից նորմալ շնչել աշխարհի ակումբային առաջնության play-off-ի խաղերից, մարդիկ գոնե կնայեն խաղերը։
Manchester City-ն վերականգնվում է, նրանք հաղթեցին Juventus-ին 5-2 հաշվով, որն էլ իր հերթին շարունակում է վերաքանդվել։ Նրանք այնքան ընկճված վիճակում են, որ այսպիսի ինքնագոլ են անում։ Manchester City-ն ուղղակի կատաղած է։ Գալիք մրցաշրջանը շատ թեժ է լինելու անթեյում։ Աշխարհի ակումբային առաջնությունը մոտենում է play-off-ին, որոշիչ խաղերին ու այնտեղ խոստանում են շատ հետաքրքիր լինել, այստեղ կարելի է արդեն խաղերը նայել, չնայած որոշ խաղեր հենց առավոտն են լինելու։ Օրինակ Paris Saint-Germain Inter Miami խաղը ամսի 29-ին ժամը 20:00-ին է լինելու։ Հուլիսի 1-ին Real Juventus ժամը 11-ին էլի երեկոյան ու այդպես շարունակ։ Բայց եթե չեք նայելու, հարմար չի, հոգ չի, ես կնայեմ ու ձեզ այնպես կպատմեմ, որ ձեզ ստադիոնում կզգաք ու Այս անգամվա համար էլ էս էինք պատրաստել, հուսով եմ ձեզ դուր եկավ ծննդյան ոգելից ուրախությունը, Ռոնալդուի փողերը եւ այլն, եթե այո, ուրեմն բաժանորդագրվեք, լայքեք, զանգակեք ու բուստ արեք մեզ։